Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լևոն 14-րդին Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու առիթով։ Վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում նշված է. «Ձերդ սրբություն, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու կապակցությամբ։ Լիահույս եմ, որ ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության եւ հանդուրժողականության հաստատմանը։ Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր եւ քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված Հայաստան Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները եւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու եւ զարգացնելու գործում։ Առիթը պատեհ համարելով մաղթում եմ ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ։ Ընդունեք խնդրեմ ձերդ սրբություն խորին հարգանքիս հավաստիքը»։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը եւ կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի եւ ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային եւ էներգետիկ, մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության եւ աճի պլանի ներքո 2025-27 թվականների համար նախատեսվող միջոցառումներին։ Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն ոչ թիրախային կրակոցներ, հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Հրադադարի ինտենսիվ, էական կամ այլ կերպ ասած նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրությամբ, նշում են պաշտպանության նախարարությունից։ Հավելենք, որ Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն էլ իր էջում գրառում է արել նշելով. ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել։ Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան ժամը 7:20-ից մինչև 7:40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել։ Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև ցերեկը, գրել է լրագրողը։ Որոշ երեխաներ իրենց լավագույն շահից ելնելով հնարավոր է առաջին դասարան ընդունվեն 7 տարին լրանալու դեպքում։ Այս մասին հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Դպրոց ընդունելության գործընթացում հաշվի կառնվի երեխաների կրթության զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը եւ դրանից կախված որոշ երեխաների մասով իրենց լավագույն շահից ելնելով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում։ Հետևել համապատասխան կարգավորումների առաջարկին, որը կտեղադրվի իդրաֆտ հարթակում ներկայացնելով ձեր դիտարկումները, գրել է նախարարը։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանն ընդունել է մարզադպրոցի տնօրեն Գոր Ղալեչյանին, լողի մարզիչներ Էմմա Աբրահամյանին եւ Հիլդա Հովսեփյանին, որոնք ներկայացրել են վերջին շրջանում լող մարզաձևում նկատելի ակտիվության, մարզաձևի բարդությունների եւ տարբեր մրցաշարերում սաների մասնակցության մասին։ Մարզադպրոցի սան լողորդ Սուրեն Շահումյանը Հայաստանի լողի առաջնությունում վերջերս նվաճել է 3-րդ մրցանակային տեղը, որը կարևոր ցուցանիշ է սանի, մարզիչ Ռուբեն Չափարյանի եւ ողջ մարզադպրոցի համար, քանի որ լողի բնագավառում մարզադպրոցը նման հաջողություն գրանցում է տասնամյակների դադարից հետո։ Համայնքի ղեկավարը շնորհավորել է ներկաներին, ոգևորել սանին առավել շատ աշխատել, նպատակային մարզումներ անցկացնել չեմպիոն դառնալու համար։ Միաժամանակ համայնքի ղեկավարը խոսել է Աբովյանում սպորտի եւ մշակույթի ակնհայտ առաջընթացի մասին, ընդգծել մի շարք ոլորտներում, այդ թվում լողի բնագավառում նկատվող աշխուժության մասին, որոնք համայնքում առանձնապես ակտիվություն չեն ունեցել։ Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը նշել է, որ սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնի նկատմամբ աջակցությունը շարունակական է լինելու նոր հաղթանակներ ու մարզական հաջողություններ գրանցելու նպատակով։
Քաղցկեղի դեմ պայքարը մեր առաջնահերթություններից է, այս դժվարին ճանապարհին շատ եմ կարևորում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։ Ընդունելով The Max Foundation հիմնադրամի ներկայացուցիչներին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Այս հիմնադրամի աջակցությամբ Արյան Չարորակ հիվանդություններ եւ սոլիդ ուռուցքներ ունեցող շուրջ 800 պացիենտ անվճար ստանում է թանկարժեք դեղեր։ Հիմնադրամի պատվիրակության ղեկավար Փեդ Գարսիա Գոնսալեսը խոսել է կազմակերպության առաջիկա ծրագրերից, ներկայացրել համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Հիմնադրամի պատվիրակությունը եղել է նաև առողջապահության նախարարության Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացել նոր կառուցված Արյան բանկի պայմաններին, եղել ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, պետհետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի, աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող երկու տնտեսվարող թեր հայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված եւ ունեն բարեկամական կապ։ Այս տնտեսվարողները արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող հագուստներ, որոնք ըստ ձեռք բերված նախնական տվյալների վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին։ Համակողմանի եւ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաստատվել են։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում պարզվել է, որ այս տնտեսվարողները 2020-ից 24 թվականների ընթացքում թաքցրել են շուրջ 3 միլիարդ դրամի իրացման շրջանառություն։ Կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի պետությանը պատճառվել է շուրջ 900 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով պետհետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացել քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը հարկային կարգապահության խախտումները բացահայտելու ուղղությամբ, այսպես նաև պաշտպանելով օրինական բիզնեսի շահերը։ Մայիսի 11-ին երեկոյան ժամը 17:10-ին Էրեբունի ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի, որովայնի թափանցող վնասվածք պատրվածքով սուր ցավերով արյունահոսությամբ, տեղեկացնում են Էրեբունի բժշկական կենտրոնից։ Նախնական տեղեկություններով Կիրակի երեկոյան ուժգին քամու ժամանակ տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր ու հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը վնասելով որովայնը։ Հարազատները կնոջը անմիջապես ծննդատուն են տեղափոխել։ Հղիին հետազոտելուց հետո բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց սկսվել է վիրահատությունը։ Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատրված արգանդը, ծնվել է 2 կիլոգրամ 450 գրամ քաշով, 48 սանտիմետր հասակով աղջիկ, ճակատի ձախ շրջանում 5 սանտիմետր երկարությամբ խորը վնասվածքով։ Վերքը կարելու նպատակով նորածինը անմիջապես տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Մոր եւ երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկեց հղիությունը, դեռևս չծնված երեխան։ Կոտայքի մարզի փրկարար ծառայության պետ Գևորգ Սեթրակյանը անդրադառնալով մայիսի 4-ին անհետացած 2 տարեկան Տիգրանի որոնումներին նշել է, որ ներկապահին փրկարար ծառայողները իրականացնում են որոնողական աշխատանքներ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում։ Նաև ուժեր ունեն, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացնում Մարմարիկ բնակավայրում եւ հարակից բնակավայրերում եւ գետի տարբեր մասերում, որտեղ գետը մի քիչ հանդարտ է, ցանցեր են տեղադրված եւ ընդհանուր որոնողական աշխատանքները ներկապահին ինտենսիվ ձևով շարունակվում են։ Որևէ առարկա, որևէ հագուստից ինչ որ նմուշ չեն հայտնաբերել ներկապահին, ասել է Սեթրակյանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների թիմային խճուղավազքի Կոտայքի մարզային փուլի հաղթողը Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմն է։ Գառնի Լանջազատ ճանապարհի 5-րդ կիլոմետրի հատվածում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների թիմային խճուղավազքի Կոտայքի մարզային փուլը, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի թիմը, որն էլ մայիսի 17-ից 18-ին Դիլիջանում կմասնակցի եզրափակիչ փուլին։ Երկրորդ տեղը գրավել է Աբովյանի թիվ 1 ավագ, իսկ երրորդ տեղը Խախսիի միջնակարգ դպրոցների թիմերը։ Մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հավաստագրերով։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 12-ից 13-ին ըստ վիճակագրության բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 2-ը նախկինում կատարված։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է քվեարկության գաղտնիությունը խախտելու մարմնական վնասվածք պատճառելու մեկական դեպք։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող կամավոր, ներկայացել է 2-ը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած մեկ օրում գրանցված 11 ավտովթարի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Ռելսերից դուրս է եկել եւ վթարի ենթարկվել, ինչի հետևանքով եղել է թունավոր նյութերի արտահոսք։ Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրը անմիջապես սահմանազատվել է։ մի դեպքում գնացքն է ռելսերից դուրս եկել ու վթարի ենթարկվել, մյուս դեպքում քաղաքացին սպառնում են նռնակով պայթեցնել գյուղապետարանի շենքը, այլ դեպքերում էլ իրականացվել է մեծաքանակ թմրանյութի շրջանառություն, տեղի է ունեցել 10-ից 11 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Առաջին հայացքից խուճապ առաջացնող այս պատմությունները ոչ այլ ինչ են, քան դասընթացի սիմուլյացիոն հատվածներ։ Ներքին գործերի նախարարության եւ միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի համագործակցությամբ ու Եվրոպական միության ֆինանսավորմամբ մայիսի 5-ից 9 Ծաղկաձորում անցկացվել է ներքին գործերի նախարարության, ոստիկանության եւ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների համար նախատեսված ռազմավարական հաղորդակցության հնգօրյա դասընթաց։ Նպատակը ճգնաժամային իրավիճակներում ծառայողների հաղորդակցության արդյունավետ կազմակերպումն էր։ Դասընթացը վարում էր փորձագետ Սերջու Վասիլեն։ Ես որպես դասընթացավար շատ բան եմ սովորել ձեզնից, այստեղ հանդիպել եմ փորձառու եւ հմուտ մասնագետների, ովքեր ունեն գործառույթների եւ հաղորդակցության ոլորտում տպավորիչ փորձ։ Մենք բոլորս համակարծիք ենք, որ կարեկցանքը, երկխոսությունը եւ ճիշտ մոտեցումը ցանկացած կազմակերպության հիմքն են, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ կերպով կառավարել ցանկացած իրավիճակ։ Դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման սկզբունքները, հաղորդակցության դերն ու գործընթացի փուլերը, սկսած իրավիճակի գնահատումից, հաղորդակցական ռազմավարության պլանավորումից մինչև իրականացում եւ վերլուծություն։ Ստեղծվել են մոդելավորված ճգնաժամային իրավիճակներ, որոնց ժամանակ մասնակիցները գործնականում փորձարկել են հաղորդակցման տարբեր մեթոդներ։ Մասնավորապես կազմակերպվել են իրավիճակային սիմուլյացիաներ, որոնց ընթացքում ծառայողները գործել են որպես տեղեկատվության փոխանցողներ, ներկայացնելով ճկուն եւ արագ կողմնորոշվող հաղորդակցական մոտեցումներ։ Բեմադրվել են մամուլի ասուլիսներ, որտեղ մասնակիցները հանդես են եկել որպես խոսնակներ, ներկայացնելով իրավիճակի զարգացման ընթացքը, պատասխանատու մարմինների արձագանքն ու իրականացրած քայլերը։ Ձևաչափը նպաստել է ինչպես հրապարակային հաղորդակցության հմտությունների զարգացմանը, այնպես էլ թիմային համագործակցության հղկմանը։ Համապատասխան ժապավեններով սահմանազատում ենք դեպքի վայրը, թույլ չտալով կողմնակի անձանց մուտք գործելու դեպքի վայր։ Ինչ փրկարների կանչի վայր հասնելը, նախ մենք ճշտում ենք այդ վառելիքի քանակը, քանի վագոն է կա, տուժածների քանակը, քանի մարդ է գտնվել այդ գնացքում, այդ արտահոսքն ենք վերացնում եւ վտանգավորության աստիճանը ճգնաժամային իրավիճակը փոքր-ինչ նվազեցնում է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը կատարում է տեղանքի զննություն եւ պահպանություն, ամենակարևորը, տեսաձայնագրությունների ուսումնասիրություն, ձեռք բերված հաղորդագրությունների վերլուծություն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում անմիջապես պարզվեց նաեւ, որ պատանդ վերցնողը ազգությամբ հայ Դեպքի ակտիվ կոնկրետ կատարողը արդեն ձեռնարկված եւ դատանի որոշմամբ կանոնավորված է։ Ներքին գործերի նախարարության հետ քննարկումների արդյունքում որոշվեց իրականացնել պիլոտային ծրագիր ՀՀ ամբողջ մարզերի համար, որպեսզի զարգացնենք ոստիկանության ծառայողների բոլոր 4 ծառայություններում, պարեկային, քրեական, գվարդիայի եւ համայնքային ոստիկանության, ինչպես նաեւ փրկարար ծառայության աշխատակիցների հմտությունները։ Հնգօրյա դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտությունները ծառայողներին հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում ապահովել ճշգրիտ, հետևողական եւ նպատակային հաղորդակցություն։ Այսպիսի վերապատրաստման ծրագրերը իրոք անհրաժեշտ են, ցանկալի եւ շատ ուսուցողական։ Տվյալ դասընթացը նաեւ հաղորդակցություն էր այս 25 անդամների միջև։ Դասընթացը նաև հագեցած էր բազմաթիվ գործնական վարժանքներով, դերախաղերով, ինչը հնարավորություն էր տալիս մասնակիցներին անձամբ փորձարկելու տարբեր իրավիճակներում, համարժեք իրավիճակներում գործելակերպի կանոններ։
Դասընթացի մասնակիցների գնահատականները փաստում են, որ արդյունավետ եւ նպատակային հաղորդակցությունը ճգնաժամային իրավիճակներում կարող է վճռորոշ դեր ունենալ, ապահովելով հասարակության վստահությունն ու պատասխանատու մարմինների արագ արձագանքը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։ Կրեմլը շարունակում է պատրաստվել մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին, իսկ թե ով է ներկայացնելու Ռուսաստանը բանակցություններում կհայտարարվի, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անհրաժեշտ համարի։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մինչդեռ ռուսական Գուլագու.net կայքը վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աղբյուրին գրել է, որ Պուտինը Ստամբուլ չի մեկնի։ Ստամբուլում Ուկրաինայի հետ կայանալիք բանակցություններում ռուսական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Պատվիրակության կազմում կլինի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Ուշակովը։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ կմեկնի Ստամբուլ եւ ակնկալում է, որ Պուտինը նույնպես կգա։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են հանրապետության տարածքում մայիսի 14-ից 15-ին 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ հնարավոր է կարկուտ։ Մայիսի 16-ից ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 17-ից 18-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 18-ից 23 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին աստիճանաբար կնվազի եւս 3-ից 6 աստիճանով։ Մայիսի 16-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։